TRIP նախագծի իրականացումը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանը քայլ առ քայլ դուրս է գալիս հակամարտությունների փակուղուց եւ շարժվում է դեպի խաղաղության խաչմերուկ դառնալու գործընթաց, որը ներկայում արդեն տեսանելի տեմպերով է ընթանում։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև խաղաղության գործարքը լրացուցիչ արդիականություն է հաղորդում խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ TRIP-ի շրջանակում, ըստ Նիկոլ Փաշինյանի, նախատեսվում է բացել բազմուղի հաղորդակցություններ, ինչպես արևելք-արևմուտք, այնպես էլ հյուսիս-հարավ ուղղություններով։ Նրա խոսքով նախագիծը հնարավորություն է ստեղծելու Պարսից ծոցից մինչև Սև ծով, ինչպես նաև միջերկրական եւ Կասպից ծովերի միջև հաղորդակցությունների զարգացման համար, Հայաստանը դարձնելով տարածաշրջանային կարևոր տնտեսական եւ տրանսպորտային հանգույց։ Հական Ֆիդանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող վիճակը։ Խաղաղ գործընթացը, որն ընթանում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, շատ կարևոր առանձնահատկություն է տարածաշրջանում խաղաղության համար, ասել է Ֆիդանը։ Հանդիպան ընթացքում Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են սերտորեն գործակցել Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում եւ այլ տարածաշրջաններում։ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի շուրջ խոսակցությունները սկիզբ առավ Փաշինյան-Պուտին ապրիլ-մեկյան հանդիպմանը։ Հիշում եք, Պուտինն այն ժամանակ Հայաստանի գործադիր ղեկավարին հիշեցրեց, թե ինչ գնով են գազը մատակարարում Հայաստանին եւ ինչ գնով են վաճառում Եվրոպային։ Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ գազի գինը Եվրոպայում անցնում է $600 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին $177.5 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է, տարբերությունը էական է։ Այս հայտնի ու լարված հանդիպումից հետո իշխանական թևը տարբեր փորձագետներ սկսեցին դեպի Հայաստան գազի հնարավոր այլընտրանքներից խոսել։ Շրջանառվեցին Իրանից, Թուրքմենստանից, նույնիսկ Ադրբեջանից գազ ներկրելու տարբերակները։ Այս մասին պաշտոնական տեսակետ էլ հնչեց։ Ադրբեջանից, Թուրքմենստանից, չգիտեմ, Պարսկստանից, բոլոր այն հնարավոր երկրները, ովքեր որ գազ են վաճառում եւ ենթակառուցվածքները թույլ են տալիս, որ մենք այդ երկրներից գազ գնենք։ Իշխանական թիմից այս լուրն էլ հայտնեցին, թե 2023-ին ըստ հավաստի տեղեկությունների Հայաստանը մոտ 2 ամիս այրել է ադրբեջանական գազ։ Պատմությունը հետևյալն է. այդ ժամանակ գազամատակարար խողովակների վրա վերանորոգման աշխատանքներ անելու պատճառով Ռուսաստանից գազ չէր մատակարարվում Հայաստան, եւ իրավիճակից ելնելով Գազպրոմը ձեռք է բերել ադրբեջանական գազ ու մատակարարել Հայաստան։ Իշխանական նախկին падգամավորներից հայտնել են, թե կա տեխնիկական հնարավորություն Ադրբեջանից Հայաստան գազ հասցնելու համար։ Նույնիսկ գազի փոխարինման ճանապարհները կամ այլ երկրներից գազ ներմուծելու ճանապարհները կարող տարբեր լինեն։ Շատերը խոսում են, որ մի քանի ամսվա մեջ հնարավոր է ասենք, Ադրբեջանից գազամուղ կառուցել, այդ գազամուղը գա, այդ գազը ստանալ, բայց այստեղ մենք Գազպրոմ արտերիայի հարց ունենք, որը այս պահին ռուսական բան ունի։ Արդյոք դրա փոխարինելու հարցը լինելու իրավական հարցեր կան այդտեղ եւ այլն։ Այսինքն այդ ճակատագրախսերը, որոնք առաջանում են այս իրավիճակում, բավականին շատ կարող լինեն։ Տեղեկություն կա նաև, որ 2021-ին ռուսական գազը կար ժամանակով Հայաստան է հասել Ադրբեջանի տարածքով, երբ Ռուսաստանում գազատարի վերանորոգում էր ընթանում։ Այդ դեպքում, ըստ մասնագետների, գազը ռուսական էր, ոչ թե ադրբեջանական։ Ադրբեջանը պարզապես տարանցման երկիր էր։ Ընդհանրապես Ադրբեջանից Հայաստան հնարավոր գազի մատակարարման գնի վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ հրապարակված չէ։ Դրա համար անհրաժեշտ են քաղաքական համաձայնություններ ու պայմանագրեր։ Ոլորտի պատասխանատուները հիշում են նաև ԽՍՀՄ տարիներին եւ անկախության առաջին շրջանում Ադրբեջանի տարածքով Հայաստան գազի մատակարարման մասին, սակայն դա մինչև Ղարաբաղյան հակամարտությունն էր։ Հետո այդ մատակարարումները դադարեցին։ Հարց են տալիս վերլուծաբան տնտեսագետները, հիմա երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ամորֆ են հարաբերությունները, ռեալ չէ ռուսական կապույտ վառելիքից զրկվելու դեպքում հետո էլ Ադրբեջանը Հայաստանին փաստի առաջ կանգնեցնի ու հրաժարվի գազ մատակարարել։ Արցախից բռնի տեղահանված 6444 ընտանիք ստացել է հավաստագիր բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Ազգային ժողովում ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով տվյալներ մայիսի 31-ի դրությամբ։ Նրա խոսքով ծրագրի շրջանակներում գնված բնակարանների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ, իսկ հաշվի առնելով բանկերի վարկերի վերադարձը եւ դրանց սպասարկման գումարների կառավարության ստանձնած պարտավորությունները հասնում են այս պահին շուրջ 85 միլիարդ դրամի։
2025 թվականին ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում զգալիորեն ընդանվեց նաև այն բնակավայրերի ցանկը, որտեղ բնակարան կամ տուն գնելու համար մեկ անձի հաշվով աջակցության չափը սկզբնապես սահմանված 3 միլիոն դրամից բարձրացվեց եւ սահմանվեց 4 միլիոն դրամ։ Մինչ այդ 452 բնակավայրերում էր այդ չափը նախատեսված, փոփոխությունից հետո այն սահմանվեց 611 բնակավայրերի համար։ Այս ուղղությամբ լավարկումները շարունակվել են նաև 2026 թվականի մարտին Երևանի սահմանակից մարզերի բնակավայրերում նույնպես մեկ անձի համար նախատեսված սերտիֆիկատի կամ հավաստագրի հատկացման չափը 3 միլիոն դրամի փոխարեն սահմանելով 4 միլիոն դրամ։ Ընդ որում բարելավումը տարածվեց նաև նախկինում իրացված հավաստագրերի շահառուների համար, թույլ տալով, որ ավելացող ֆինանսական միջոցներն օգտագործվեն աջակցության ծրագրով նախատեսված այլ ծախսային ուղղություններով։ Ազգային ժողովում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պարտքի բեռի նվազեցման առաջնահերթությունը, ըստ նրա այս հաշվետվության քննարկումը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ներկայացվում է կառավարության հնգամյա գործունեության ամփոփիչ փուլում։ Ֆինանսների նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում չկան բացառիկ արտոնություններ ունեցող ձեռնարկատերեր, որոնք կարող են աշխատել առանց պետությանը հարկեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու։ Չկան արտոնյալ կարգավիճակ ունեցողներ, որոնք հնարավորություն ունեն առանց հարկեր վճարելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել եւ դրանով իսկ անհավասար մրցակցային պայքարի մեջ մտնել բարեխիղճ հարկ վճարողների հետ։ Հուլիսի 1-ից Հայաստանում կներդրվի անապահովության գնահատման նոր համակարգ, որը կփոխարինի ընտանեկան նպաստների հին մոդելին։ Այսուհետ ժամկետանց վարկեր ունենալը կամ ուրիշի համար երաշխավոր կանգնելը մարդկանց ինքնաբերաբար չի զրկի նպաստից, քանի որ հաշվի կառնվի վարկի վաղեմության ժամկետը։ Բացի այդ, վերացվել է ուսանողների տարիքային սահմանափակումը։ Անկախ տարիքից, եթե անձը սովորում է, նրան այլևս չաշխատող չեն համարի եւ եկամուտ չեն վերագրի։ Հայաստանի Հանրապետության արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրները կարող են հանգեցնել ներքին տնտեսությունում եկամուտների նվազման, ինչպես նաև առանձին ապրանքախմբերի գծով ավելցուկային առաջարկի ձևավորման, պարունակելով առավելապես գնանկումային ռիսկեր։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկից։ Կենտրոնական բանկը շարունակում է մոնիթորինգի ենթարկել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մակրոտնտեսական ազդակները, միջնաժամկետ հորիզոնում գնաճի նպատակային մակարդակի եւ ֆինանսական կայունության ապահովման համար։ Կենտրոնական բանկի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ 6.5%։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8%, ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 5%։ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ գործարկվել է Էքսիմ տեղեկատվական հարթակը։ Եթե ցանկանում եք ապրանք կամ ավտոմեքենա ներմուծել, արտահանել կամ պարզապես զբաղվում եք արտաքին տնտեսական գործունեությամբ, ապա այս հարթակը կօգնի ձեզ րոպեների ընթացքում պարզել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ վճարներ պետք է կատարել կամ առհասարակ ինչ քայլեր են անհրաժեշտ ձեր գործարքը վերջնակետին հասցնելու համար։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով Գյումրու քաղաքապետարանում լեգիտիմ ճգնաժամ կա, որը պետք է լուծվի։ Ռուբինյանը նշել է, որ ԿՊ-ն Գյումրիում հավաքել է 50%-ից ավելի ձայն եւ դա նշանակում է, որ կան բավարար հիմքեր պնդելու, որ Գյումրիի ավականին պետք է ծրվի եւ նոր ընտրություններ կազմակերպվեն։ Mēs խոսում ենք քաղաքական անհրաժեշտության մասին։ Էլ չեմ ասում, որ այս քարոզարշավի ժամանակ ժողովուրդ ջան տեղի ունեցել մի քանի մեծ խայտարակություն։ Դուք մոռացել եք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը ձերբակալվել է քարոզարշավից առաջ դեռ ձերբակալվել է կաշառք պանջելու կամ վերցնելու մեղադրանքով, այստեղ disclaimer, մեղադրյալը ամեղ է, քանի դեռ չի ապացուցվել նրա մեղքը։ Եվ բացի դրանից մոռացել եք, որ հրապարակվեց ձայնագրություն, ըստ որի Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը ինչ որ մեկին ասում է, ես մեկ քայլ անգամ չեմ անի առանց X, որտեղ կարևոր չի, էլի, ով է այս կոնտեքստում։ Օտարերկրյա երկրի։ Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը, ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել։
Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ։ Քննչակակոմիտեից հայտնում են, որ նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը մերժվել է եւ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։ Լիազորությունների սահմանագծին հասած խորհրդարանի նիստին ներկա են միայն իշխանականներն ու անկախ падգամավորները։ Ընդդիմությունը բոյկոտել է Նիկոլ Փաշինյանի կառավարության բյուջեի հաշվետվության քննարկումը։ Քանի որ մենք եւ մեր ընդդիմությունն ենք, եւ մեր իշխանությունն ենք, բոլորի դերը տանում ենք, ստանձնում ենք, քանի որ իրենք բացակայ են։ Առողջության համընդհանուր ապահովագրության փողերը վերջացել են արդյոք։ ԿՊԱ-կան падգամավոր Զարուհի Բաթոյանը առողջապահության նախարարից է հետաքրքրվում։ Սա այն խնդիրն է, որի մասին վերջին օրերին հենց ընդդիմադիրներն էին բարձրաձայնում։ Պես մենք պահուստային ֆոնդից ենք գումարներ վերցրել ապահովագրության համար, կուզեի անդրադառնալ այդ տեղեկությանը։ Ունեցանք պետպատվերի վերաբաշխում, որովհետև շատ ավելի մեծ թվով փոխպատվաստումներ էինք իրականացրել։ Եվ սա էլ էս լուրն էլ փորձեցին ներկայացնել, որ վայ, տեսեք, վերջացավ, մենք մեր կանխատեսումների ծախսային մասով շրջանակներում ենք։ Այս ընթացքում ընդդիմությունից պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Թագուհի Թովմասյանն է գալիս դահլիճ, հարցը դարձյալ առողջապահության նախարարին է ուղղում։ Ինչպես է ստացվում, որ Ավանեսյանը Վարդենիսցիների հետ հանդիպանը հայտարարում է, թե իրենց նոր բուժ կենտրոնն արդեն կառուցվում է, բայց քաղաքի եւ ոչ մի հատվածում շինաշխատանքներ չկան, հարցնում է ընդդիմադիր падգամավորը։ Ես նաև ձեզանից գրավոր պարզաբանում պահանջեցի, թե որտեղ է կառուցվում ու պարզվեց, որ դեռ փաստաթղթային փուլում է եւ կան իրավական որոշակի գործողություններ մինչեւ շինարարության ընթացքը։ Ես ուզում եմ դուք ազգային ժողովի բարձր ամբիոնից վերջնականապես հստակ ասեք ժամկետներ, երբ է կառուցվելու Վարդենիսի հիվանդանոցը, որի մեջ կլինի դիահերձարան եւ որի հարցը այդքան սուր կա ազգաբնակչության շրջանում եւ որը չի շրջանցվում որևէ տեսակի հանդիպում կլինի իշխանության ներկայացուցիչների հետ թե ընդդիմության։ Ես ասել եմ, որ Վարդենիսի բժշկական կենտրոնը վերանորոգվում է եւ այն արդեն իսկ ամփոփման շրջանում է։ Ես ասել եմ, որ Վարդենիսի բժշկական նոր կենտրոնի նախագիծը արդեն իսկ հրապարակված է եւ ես ասել եմ, որ նոր կառուցվող բժշկական կենտրոնում կլինի նաեւ այդ ծառայությունը։ Սա է իրականությունը։ Թովմասյանի արձագանքից հետո սակայն բարձվում է, որ Անահիտ Ավանեսյանը Վարդենիսցիներին ասել է, որ նոր բուժ կենտրոնը կառուցվում է, միայն թե այդ կերպ ձևակերպելով նախարարը ոչ թե նկատի է ունեցել բուն շինաշխատանքները, այլ այն, որ ծրագիրն արդեն կառավարական սեղանին է։ Վարդենիսում կառուցվում է բժշկական կենտրոն եւ նորից ընդգծում եմ, որ կառուցումը իրենից ներկա ունի իր որպես շրջափուլերում նախագիծ, նախագծի հաստատում, այնուհետև շինարարության մրցույթ, շինարարություն, ավարտական ակտ, լիցենզիա եւ շահագործում։ Թե երբ Վարդենիսի նոր բուժ կենտրոնը իր դռները կբացի, նախարար Ավանեսյանը այնուամենայնիվ ժամկետներ չի կարող հստակեցնել։ Փոխարենը, թե ֆինանսների նախարարությունում հատուկ վերլուծություն չեն արել, նախարար Վահե Հովհաննիսյանը կարող է հենվել միջազգային փորձագիտական ուսումնասիրությունների վրա եւ ասել, որ համախառն ներքին արդյունքի վրա արհեստական բանականության ներդրումը մինչեւ 1% դրական ազդեցություն է ունենալու։ Ընդհանուր առմամբ գնահատվում է, որ արհեստական բանականությունը ունենալու է դրական ազդեցություն հնայի աճի հետ կապված, թեև կա որոշ մտավախություններ աշխատատեղերի հետ կապված, բայց նաև հնարավորություններ են ստեղծվում նոր տեսակի աշխատատեղերի ստեղծման առումով։ Այս համակարգերի հետ կապված, որքան արագ մեր պոտենցիալը մեծացնենք, այնքան process-ից շահած դուրս գալու շանսերը մեծ կլինեն։ Ֆիննախում են համոզված։ Փամբակգետում երկու քույրերին ամբողջ գիշեր են որոնել։ Հունիսի 16-ին առավոտյան նորից գործի են անցել։ Ջրասուզակները, փրկարարները, պարեկները, համայնքային ոստիկաններն ու մարզպետարանի աշխատակիցները, հարյուրավոր քաղաքացիներ 7 եւ 13-ամյա քույրերին որոնում են բոլոր հնարավոր վայրերում։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ջրասուզակները, կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, ինչպես նաև Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների փրկարարներ, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ
Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ մեր թվով քաղաքացիներ, պարեկներ, համայնքային ոստիկաններ շարունակում են Փամբագետում երկու քույրերի որոնողական աշխատանքները այս պահին Հայկ Նաղդալյանի հանձնարարականով որոնողական աշխատանքները կատարվում է կամուրջների հատվածում, կամուրջների տակ։ Տեսնողներ են եղել, պատմում են, որ խողովակի վրայով անցնելիս փոքր քույրն ընկել է գետը, մյուսն էլ փորձել է օգնել, ինքն էլ է ընկել։ Շատ դաժան դեպք ա եղել, բան չունեմ ասելու, բայց մեր խելքից, վանաձորցիների խելքից, այդ տրուբեն այդտեղ ինչ գործ ունի, որ երեխեքն ընկնեն ջուրը։ Այդ տրուբեն նայ ես երեխա եմ եղել, հիշում եմ, ասում եմ, 86-87 թիվն է երկրաշարժից առաջ։ Այս Նարեկացի փողոցը կամուրջ էինք միացնեն այն ժամանակվա Մարքսի փողոցին։ Երկրաշարժը եղավ, այդ կամուրջի շինարարությունը դադարեց։ Իսկ այդ երկաթի այդ խողովակ, այդ հաստրուբեն, այդ շինարար վարպետները գցեցին կամ գետը, որ վրովը գնեմ գալիս էին, վազուվազ էին անում, սվարկաշինացություն էին անում մարդիկ։ Իրանց հարմարության համար։ Երկրաշարժը բանն եղավ, այդ ամեն ինչը դադարացվեց, ով ինչ հասավ ալան, թալանին, գրփին, կերան, այդ տրուբեն թենցել մնաց։ Ու այդ տրուբեն մինչև հիմա մնում, ինչքան մարդու գլուխ ա կերել։ Ջրասուզակը մել այս հատվածում է կատարում որոնողական աշխատանքներ, ՀՆՓ-ի ջրասուզակը մոտ 6-7 կիլոմետր արդեն նայել է։ Աշխատանքներում փրկարարության 115, ոստիկանության 86 ծառայող կամավորներ, ջրասուզակներ են ներգրաված։ Անօդաչու թռչող սարքեր են օգտագործվում, նաև նավակներ, տեխնիկական այլ միջոցներ։